Ողջույն, Անի կենտրոնի Ժիրայր Սարգսյան գրադարան ստուդիայում Ալիք մեդիայի հետ համագործակցաբար շարունակում ենք զրույցների շարքը, այս շարքի հյուրը Վահրամ Աթանեսյանն է, Արցախի և Հայաստանի ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, այս ծրագիր իրականացվում է Հակոբ Հովակիմյան հիշատակի նախաձեռնության օժանդակությամբ, պարոն Աթանեսյան, մենք կարող ենք ասել, որ Ղարաբաղյան կարգավորման վերջի իրական շանսը իրոք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է եղել, որից հետո այլևս մենք հնարավորություն չենք ունեցել, թե շատ ենք սևեռվում հենց 97-98 թվականի վրա, գուցե էլի են եղել հնարավորություններ, որ մենք չենք օգտագործում, ինչ կարող եք ասել այս մասին։ Ըստ էության, ես կարծում եմ հարցը պետք է հայեցակարգային հարցությունում քննարկվի, որովհետև հնարավորություն միշտ էլ կարելի է գտնել։ Թե ինչպես լուծել, դա է խնդիրը։ Հա, այսինքն եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրի մերժելուց հետո մենք ավելի հզորանայինք, տասնապատիկ գերազանցեինք Ադրբեջանին կամ եռապատիկ կամ գոնե պահպանեինք ուժերի բալանսը, ապա կարգավորման հնարավորություն կունենայինք։ Եթե խոսքը վերաբերում է հայեցակարգին, ասենք այդ խնդիրը ինչպես պետք է կարգավորվի, իհարկե վերջին հնարավորությունը դա էր։ Որովհետև քրոնոլոգիան իրադարձությունների այն է, որ 94 թվականի մայիս 12-ին հաստատում է հրադադար, 94 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողով, որը որոշում է, հատուկ որոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին, եւ այդ որոշումը շատ հստակ արձանագրում է, որ կարգավորումը պետք է լինի փուլային։ Առաջին փուլը պետք է լինի ռազմական գործողությունները չվերսկսելու մասին քաղաքական համաձայնագիր, այսինքն խաղաղության հաստատման։ Երկրորդ փուլը պետք է արդեն վերաբերվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման։ Մերժելով 97 թվականի այդ հայ բանը առաջարկությունը, փաստորեն հայկական կողմերը Ստեփանակերտը եւ Երևանը դուրս են եկել կամ իրենց դուրս են դրել հակամարտության կարգավորման միջազգայինորեն ընդունված, միջազգայինորեն համաձայնեցված հայեցակարգից։ Կարող ասենք 98 թվականի փետրվարի իշխանափոխության մեղմ ասած իշխանափոխության մոտիվացիան որն է կամ քարոզչության որ ներկայացում, ասենք որ Լեռնային Ղարաբաղը այդ կարգավորման այդ տարբերակով անկախություն չէր ստանում, չէր միավորվում Հայաստանին, հետևաբար դա հայկական կողմերի համար մերժելի էր։ Միջազգային հանրության պատկերացումը ընկալումը նաև որ պետք է դադարեցվի պատերազմը, վերջ դրվի պատերազմի միջոցով հարցի լուծման հասնելու հավակնություններին, թե այս կողմից, թե այն կողմից։ Եվ խնդրի տեղափոխել քաղաքական քննարկումների, քաղաքական բանակցությունների հարցություն։ Իհարկե, դա չի նշանակում, թե կարգավորման այդ տարբերակի դեպքում Լեռնային Ղարաբաղը ստանալու էր անկախություն։ Ոչ ոք չի կարող։ Բայց այստեղ մենք պետք է կարծում եմ ուշադրություն դարձնենք հանգամանքին, որ եթե հակամարտության զինված փուլի փակման էջը ամրագրվում է 3 կողմերի ստորագրությամբ, Լեռնային Ղարաբաղը պահպանում է իր սուբյեկտությունը։ Հետագա քաղաքական քննարկումները նույնպես պետք է լինի եռակողմ, ըստ տրամաբանության։ Եվ ըստ այդմ Լեռնային Ղարաբաղը չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ ապագայում, քան այդ պահին ստորագրում էր, քան այդ պահին ստանում էր, տալիս էին իրեն, արտառոցը
հայեցակարգային առումով նայե, որ եթե ասենք լավ, ես ընդունում եմ, կարելի է ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ նախագահ չի, այսպես։ Այլ ընտրանքը որն էր, ով էր ճիշտ նախագահը։ Վերացարկվենք անձերից, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի անձից եւ Ռոբերտ Քոչարյանից, բայց եթե այս տարբերակը անընդունելի է, այլ ընտրանքը որն էր։ Եվ այստեղ գիտեք պետք է պայմանականությունից վերացարկվեմ ես։ Հա, ենթադրենք 97 թվականի նոյեմբերի այս քննարկումներին եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարություններ դեմ եւ Հայաստանի, այսպես ասեմ, ազգային հայրենասերական ուժերը։ Ապա որն է գաղտնիքը, եթե 1 տարի հետո 98 թվականի դեկտեմբերին ներկայացվում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ընդհանուր պետության տարբերակ։ Եվ այդ ընդհանուր պետության տարբերակը եւ բանակցությունների հիմք ընդունում է Ստեփանակերտը եւ Երևանը։ Եվ Երևան։ Այսինքն մարդիկ չազնվորենք, գաղափարական, քաղաքական հոսանք, ուղղություն, որը դեմ էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը անորոշ թողնելու գնով պատերազմի դադարեցմանը, հանկարծ կողմ է արտահայտում կամ առնվազն ասում է, որ այդ հիմքով կարող ենք բանակցել մի տարբերակի, որ փաստացի Լեռնային Ղարաբաղը ամրագրում էր որպես Ադրբեջանի մաս։ Իրանք այդպես չէին բացատրում, իրանք ասում էին հավասարը էր սա Ադրբեջանի սահմաններում, բայց ոնց որ երկու տարբեր։ Այսինքն ինչ, Լեռնային Ղարաբաղը պետք է ուներ բանակ, պետք է ուներ առանձին ֆինանսներ, պետք է ուներ արտաքին քաղաքականություն։ Չպիտի ունենար արտաքին քաղաքականություն։ Ոչ մի բան չպիտի ունենար։ Իմ թվարկածներից ոչ մի բան չպիտի ունենար։ Եվ պետք է լիներ քաղաքացիություն, մեկ քաղաքացիություն։ Արձանագիրը Ադրբեջանի անձնագիր էր, հստակ գրված էր։ Այնտեղ կարող էր նշվել, որ այս անձնագիրը կարող է Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող մարդ է։ Այո։ Բայց ոչ թե հայ քաղաքացի։ Նույնը վերաբերվելու էր Շուշի վերադարձած ադրբեջանցիներին, ասենք իրենց ազգագրում դնելու են, որ դու Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող ես։ Եվ վերջո նույն ընդհանուր պետությունը ենթադրում էր ադրբեջանցիների զանգվածային վերադարձ Լեռնային Ղարաբաղ, այսինքն եթե 1989 թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ապրել է 40,000, մոտորապես 40,000, մարդիկ պետք է վերադառնային։ Լավ, այդ ընդհանուր պետության իմաստը ո՞րն է։ Ես չեմ ասում, թե դա վատ տարբերակ է։ Չեմ ասում վատ տարբերակ, ես հարց եմ տալիս։ 1997 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ներկայացված տարբերակում նման հարցեր չէր քննարկում։ Ամենը խոսքը վերաբերում է կողմերը ստորագրում են համաձայնագիր, որ հակամարտության զինված փուլին տրվում է վերջ։ Հետևյալ պայմաններով։ Այս շրջանների վերադարձ, այս շրջանները մնում էր հայկական վերահսկողության տակ, բուֆերային գոտուց այն կողմ խաղապահ ուժերի տեղակայում եւ այլն։ 1 տարի հետո ընդունում է մի տարբերակ, որը ենթադրում է նշված շրջաններ գումարած ավելին, որտեղ 97 թվի տարբերակով ամբողջ Լաչինը պահում էինք, ճիշտ է։ Ընդհանուր պետության տարբերակով խոսքը վերաբերում Լաչինի Միջանցքին։ Էտել այդ Միջանցքի չափով մի կտոր տալու ենք Մարտակերտից կամ Մարտունուց։ Այսինքն դու ամբողջ Լաչինի շրջանն ու նախկին Լեռնային Ղարաբաղը հայկական վերահսկողության տակ մնալու առաջարկությունը մերժում ես, բայց ընդունում ես, որ Լաչինի շրջաններ ես վերադարձնելու, համաձայնեցնելու ես Միջանցք, ադրբեջանցիները վերադառնալու են, եւ ընդհանրապես
ֆորմալ առումով գրվելու է, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես էր այնտեղ ձևակերպված, հանրապետական տիպի պետական կազմավորում է Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմաններ, դա ուղղակի մեջբերումն արեցինք մենք, այո։ Հստակ։ Այսինքն դու ընդունում ես, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Հիմա այնտեղ ինչ կարգավիճակ է ունենալու, չգիտեմ ինչ է, բայց վերջը սա է։ Վերջը ըստ էության ընդհանուր պետության այդ գաղափարի այդ տարբերակի իմաստով դու ճանաչում ես, որ Լեռնային Ղարաբաղը դա ադրբեջանապատկան տարածք է։ Այսինքն այսպես ձևակերպենք, ոչ միացման գաղափարն է ընդունվում, ոչ էլ անկախության գաղափարն է ընդունվում, միանշանակ է սա։ Դուք երբեմն մտածում եք, որ այնուամենայնիվ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քիչ հեշտ հրաժարական տվեց, թե չէ։ Իհարկե, մեզ համար գիտեք, հերվից մի քիչ գուցե հեշտ է այսպիսի մեկնաբանություններ անել, որտեղ բավական երկար տարիներ են անցել։ Հիմա գուցե մեզ նաև կմեղադրենք, ասեն, միշտ էլ հեշտ է էլի կողքից այդպիսի բաներ ասել, բայց արդյոք Տեր-Պետրոսյանը չէր կարող ավելին անել։ Չէր կարող։ Ինչու։ Ասեմ ինչու, որովհետև եթե մենք հիմք ընդունենք Ղարաբաղյան խնդրի մասին Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները, ապա այդ խնդրեմ պետք է լուծվեր 1993 թվականի հունիսին։ Դա երբ որ Տեր-Պետրոսյանը եկել էր Արցախ։ Որտեղ դա իրոք հնարավորություն էր պատերազմի էջը փակելու եւ խնդիրը խաղաղ կարգավորելու համար։ Ընդորում ես որքան հիշում եմ, եթե չեմ սխալվում, ինքը Ստեփանակերտում հայտարարել է, որ պատերազմը ավարտված է, պետք է մենք բացենք խաղաղության էջը։ Գնանք խաղաղության, ասենք Կերբաջարի շրջանից հայկական զորքերը դուրս են բերվում, Ադրբեջանը փոխադարձաբար զորքերը դուրս է բերում Մարտակերտի եւ Բարտունու շրջանի նախկին Լղեմի տարածքից օկուպացված եւ խնդիրը կարգավորվում է։ Կարգավորվում է այն իմաստով, որ Ադրբեջանը ընդունում է, որ ինքը 1991 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը, որ կայացել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության լուծարման մասին, միջազգային իրավունքին չի համապատասխանում։ Այո։ Բայց սա կարելի է ֆիքսել, ասենք համաձայնագրով ինչ-որ փաստաթղթով ֆիքսել, իսկ կարծում եմ, որ ոչ։ Ասենք դեմք փրկելու համար հնարավոր էր, որ Ադրբեջանը դա փաստաթղթով չֆիքսել։ Բայց Ադրբեջանը ընդունել է, որ իր կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հետ է։ Այո։ Այսինքն մեկ տարվա հրադադարի ռեժիմի հետաձգումը, մեկ տարի հետաձգելով հայկական կողմին ինչ է տվել։ Մենք վերահսկողության տակ ենք առել եւս 5 շրջան։ Ինչի համար։ Ասում ենք, որ անվտանգության գոտի ենք ստեղծել, որպեսզի գրադը հերվից չխփի, ապահովել ենք մեր բնակավայրերի անվտանգությունը եւ այլն եւ այլն։ Ես նման տեսակետ արտահայտող առաջին ռազմական գործիչների կոմպետենտության վրա եմ կասկածում, որտեղ կոմպետենտ ռազմական գործիչը պետք է տեղյակ լիներ, որ 1990-ական թվականներին արդեն աշխարհի առաջադեմ բանակները ունեին անօդաչու թռչող սարքեր, ունեին կոնվենցիոնալ այնպիսի զինատեսակներ, որ ասենք 100-120 կիլոմետր հեռավորությունից հարվածում էին։ Այսինքն Հայաստանը ֆորմալ առումով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ, հայկական գեներալիտետը տեղյակ չէր, որ գրադից բացի ռուսական բանակ ունի սմերջ։ Օրինակ, եթե գրադի հեռահարությունը 30 կիլոմետր է, ասենք Ադամը գրավելով դու Ստեփանակերտը գրադից ապահովագրում ես, ապա վաղը կարող է Ադրբեջանը ձեռք բերել սմերջ եւ ասենք Եվլախից 70-80 կիլոմետր հեռավորությունից
Ստեփանակերտի հարվածից մերչով։ Տրամաբանության մեծ չի տեղավորում պատերազմի ներողություն ես ռազմական գործի մասնագետ չեմ, ընդհանրապես բարակերտ առողջություն չունեմ, բայց դա ֆիդայական պատկերացում է։ Այսինքն եթե այս բարձունքը ես վերահսկում եմ, ուրեմն միջև Քուրիհովի տիմն է։ Հա։ Բայց չէ որ այդ բարձունքը անցնող եւ թիրախին հարվածող հրթիռներ կան, օթուժ կա, ծանր հրետանային միջոցներ կան, որ հեռահար հրետանային միջոցներ։ Սա քննադատության չի դիմանում։ Դեք օրինակ ասում են լավ, որ ասենք թե Ֆիզուլին հանձնենք։ Մարդիկ հադրութում ոնց են ապրելու։ Իշխող Տավուշում մենք ոնց էինք ապրում։ Միշտ էլ ասել եմ։ Միշտ էլ ասել եմ։ Միշտ էլ ասել եմ։ Եվ ընդհանրապես ասել եմ, լավ, ձեր տրամաբանությամբ Երևանը ոնց են ապրում մարդիկ։ Նախիջևանից 30 կիլոմետր ուղիղ հեռավորության վրա, ասենք դուք Ստեփանակերտ ու Երևանը գնացու եք մի բանի վրա, ավտանգայի մոդելի վրա եք դնում, էլի, հա։ Քեզ չխփեց Երևանի խփեց։ Պատերազմի բարդ փուլերից մեկում Հայաստանի իշխանության ամենամեծագույն հաջողությունը ո՞րն է։ Երասխի ճանապարհի բացում։ Մենք Ղարաբաղ ենք գնում վեդիով։ Այո։ Շրջանցելով իսկ պայմանավորվածություն ձեռք բերվեց Նախիջևանի հետ, Հեյդարանի Ալիևի հետ, որ փոխադարձաբար որևէ բան չի լինելու։ Երասխի ճանապարհը բացվեց եւ երասխի ճանապարհը ապահովեց Ղարաբաղում կրվող բանակի թիկունքը։ Ու տարբերություն վեդիի, որ ասենք շրջանցիկ էր, չգիտեմ, կամ մի ժամ եւ ավելի բան էր, ժամանակատար էր այդ բանը, այդ երթուղին։ Եվ հոգեբանական ազդեցություն ուներ։ Իսկ դու ասում ես Հայաստանի տարած, բայց քո տարածքով քո մայրաքաղաք գնալ չես կարող։ Պետք է բան ընտրես, շրջանցիկը ընտրես։ Այդ ճանապարհի բացումը ֆանտաստիկայի ժանրից է, ով ինչպես երբ ինչ պայմաններում է Հեյդար Ալիևի հետ պայմանավորել, դա արդեն ցնցող բան է, որովհետև միանշանակորեն դա Բաքվի հետ պայմանավորվածություն չի։ Դա Հեյդար Ալիև, Աշոտ Մանուչարյան, այս մակարդակը տեղափոխենք, այս մակարդակի պայմանավորվածություն է եղել։ Հիմա ասում ենք 5 շրջան, 6 շրջան անցավ մեր վերահսկողության, 5-6 շրջանը մեզ ինչ տվեց։ Մի կողմ թողնենք ռազմավարը։ Ուրիշ բառ չասեմ։ Ու պատերազմի ռազմավարը ընդունելի է։ Սա մի կողմ թողած, մնացածը մեզ ինչ է տվել։ Հա, ասում են ռազմաճակատի գիծը կրճատել են, բայց դու ռազմաճակատի գիծը կրճատել ես, որ ինչ անես։ Որ հետո հարձակում գործես։ Թե որ խնդիրը չլուծես։ Չէ։ Մենք պետք է ես կարծում եմ մեզ նեղություն պատճառենք։ Իրավիճակին նայենք մեր հակառակորդի աչքերով։ Հա լավ, դու ես գիծը պահում ես, որ ինչ։ Ես ասում եմ, եթե մենք գալիս ենք բանի պայմանավորվածություն, պատերազմը հանվում է։ Էլ ինչի ես պահում դու։ Հա։ Իմաստը ո՞րն է։ Դե հիմա այդ հարցի պատասխանն ուրիշ ձևով է հնչում, ասում են տեսեք հիմա Ադրբեջանը ամեն ինչ ստացավ, բայց տեսեք էլի հիմա էլ մեր սուվերեն տարածքներն է զավթել։ Այդ մեկնաբանությունն են տալիս մոտավորապես։ Բայց սա չեմ ուզում մեր այսօրվա խոսակցության թեմա դարձնել։ Ասեմ, քանի որ հարցը չես ասեմ։ Իհարկե Ադրբեջանը ունի ագրեսիվ տրամադրություններ։ Բայց այդ ագրեսիվ տրամադրությունները 20-27-ի պատերազմից հետո չի ծնվել։ Դա իր սահմանադրության մեջ համարագրված է։ 95 թվականին որ Հայաստանն էլ սահմանադրություն, Ադրբեջանն էլ սահմանադրություն ունեն։ Իմ խորին համոզմամբ կողմերը պետք է նստեին եւ իրենց իրավական բազան համաձայնեցնեին։ Այսինքն ես հանում եմ
չեմ ամրագրում սա, որ Հայաստանին է վերաբերում։ Ադրբեջանը վերականգնում է այն, ինչ ինքը հանել է։ Այո։ Ինչը կլներ արդեն խաղաղության երկկողմանի պատրաստակամության իրավական ամրագրում։ Եղել են նման քննարկումներ, չի եղել, ես չգիտեմ։ Ագրեսիայի առումով բա Ադրբեջանի նախագահը եւ ընդհանրապես բոլոր ադրբեջանցիները, նաեւ փորձագետներ լրագրողներ ընդհանրապես շեշտում են, ասում են 30 տարի Հայաստանը օկուպացրել է մեր տարածքները։ Ինչու էս նարատիվը մտավ։ Նարատիվը մտավ, որովհետեւ պատերազմը դեռ չավարտված Հայաստանում եւ Ղարաբաղում, Ստեփանակերտում եւ Երևանում սկսվեց դապտիների այսպես բաժանման մրցավազք։ Այս մեկը ստեղ է հաղթել, մեկը ընդեղ է հաղթել, չգիտեմ, մեկը Նապոլեոն Բոնապարտն է, մյուսը Կուտուզովն է, թողիզներ են այդ մարդիկ, բայց երբ պատերազմը չի ավարտվել, դու իրավունք չունես հաղթակամար կառուցես։ Երբ դու հաղթակամար չես կառուցում, որ պատերազմը չի ավարտվել։ Մերոնք մտածում են, որ պատերազմն ավարտվել է, Ղարաբաղի հարցը լուծված է, այդպես էին մտածում։ Եթե ընդհանուր պատկերացումը այդպիսին էր, ապա ինչու մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում գնում էին Գեորգովի ժամանակ կառուցված հայերական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամարին։ Դու Ղարաբաղյան պատերազմի հաղթակամարը կառուցեին, սկզբից գրային այդ հաղթակամար, օրվա վերջում իրենց հարգանքի տուր կմատուցեին պատերազմում զոհված արցախցիների հիշատակին, թեև ըստ էության ոչ մեկը չի բացահայտում, թե ինչու այդ հուշահամարը հատկապես այնտեղ է կառուցվել։ Ինչու է այնտեղ կառուցվել։ Ասեմ ինչու է կառուցվել։ Որտե դիմաց եղել է մարզային հիվանդանոց։ Այո։ Մարզային հիվանդանոց պատերազմի տարիներին վերածվել է զինվորական հոսպիտալի, եւ այդ հոսպիտալում բուժում անցնողների մի մասը մահացել է։ Հողին են հանձնել այնտեղ։ Որտեղ այդ հուշահամարներն է կառուցվել։ Նա նրանց գերեզմանն է։ Այո։ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեր կարծիքով ինչու հենց Ռոբերտ Քոչարյանին ընտրեց եւ բերեց Երևան։ Սխալ քայլեր, չհաշվարկված քայլեր, թե եղավ, ինչ ասեմ, սիրուն բառ չի, դավաճանություն, ներքին դավաճանություն եւ իր դեմ դուրս եկան մարդիկ, որոնց ինքը աջակցել էր Արցախում։ Ի վերջո Տեր-Պետրոսյանին է պատկանում այն խոսքը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՀՇ-ի Ղարաբաղի ցանցն էր, Ղարաբաղի ոնց որ այդտեղի բջիջն էր։ Ես այդ հարցով վերջերս մի շատ ցավոտ բանավեճի մեջ եմ մտել Facebook-ում։ Մնում է մի տեսակետին, որ Ղարաբաղյան շարժման process-ի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը այսպես դոմինանտ դերակատարություն ստացել են գրեթե միաժամանակ։ Մեկը Հայաստանում, մեկը Արցախում։ Ոչ, երկուսն էլ Հայաստանում։ 90 թվականին 1989 թվականի օգոստոսին Ռոբերտ Քոչարյանը Կիրովականի չգիտեմ որը տարածքից ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 89 թվական։ 90 թվականի փետրվարին Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ Դե ֆորմալ առումով վերցնենք։ Ռոբերտ Քոչարյանը կարող շատ հանգիստ փոխարինել Հրանտ Ոսկանյանին եւ լինել Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ Ուզում եք ասել, որ Լևոնը չի բերել իրան Արցախից Հայաստան։ Նույն պրոցեդուրայան
նույն պրոցեդուրան անցել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույն 1989 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, կարծեմ Երևանից, բայց նույն 1990 թվականի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ընտրվել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ Հիմա ով է ում բերել։ Ինչ է նշանակում բերել ընդհանրապես։ Տարբերությունը նա է, որ այդ ժամանակ Հայաստանը անկախ չէր, իսկ արդեն 91-ից հետո անկախ էր։ Եվ եթե իսկ այդ անկախության կերտման, այսպես ասենք, ստեղծման գործում որն էր Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը, որը Ռոբերտ Քոչարյանի ներդրումը։ Մենք գիտենք այդ հարցի պատասխանը։ Առաջին նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը, կապ չուներ Հայաստան։ Առաջին նախագահը պետք է նախագահ ընտրվեր, չէ՞։ Ինչպես պետք է նախագահ ընտրվել։ Նախ պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի նախագահ, չէ՞։ Այդպես էլ ընտրվեց օգոստոսի 3-ին։ Ինչպես ընտրվեց։ Բավականին դժվարությամբ։ Նաև ում միջոցով։ Նաև կոմունիստներից ստացած ձայների։ Նաև Ղարաբաղի ընտրված 14-15 պատգամավորի կողմ քվեարկությամբ։ Հիմա բարձ ասեք գաղտնիք չի, բայց գաղտնիք է նաև, որովհետև Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների նախօրյակին Ստեփանակերտից Երևան են գործողվել կոմունիստական կուսակցության շրջկողմ քաղաքոմների քարտուղարներ, որ պետք է բացատրական աշխատանք տանեին Ղարաբաղից ընտրված պատգամավորների շրջանում, որ պետք է քվեարկել Վլադիմիր Մովսիսյանի օգտին։ Այո։ Հիմա ով է կոտրել այդ բանը, որ պետք է Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվի։ Խնդիրը նա է, որ եթե վերցնում ենք ստարտային, մեկնարկային հնարավորությունները, չպետք է այնպես գնահատել, որ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղցու ասած, ղարաբաղցիների ասած դռան տակից նայող էր։ Չեմ ասում, թե հատկապես ինքն էր, որ պետք է լիներ։ Բայց նաև վերջին մարդը չէր։ Չէ, հիմա հանգամանքները ու փաստերը նաև, որ 1989 թվականին Ռոբերտ Քոչարյանը լինելով Ադրբեջանի տարածքում ապրող խսեմ քաղաքացի, Հայաստանի տարածքից ընտրվում է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր եւ ստանում են նախագահության անդամի կարգավիճակ։ Սա արդեն սեսիայի դեպուտատ չի, սովետական բանով սուբորդինացիայով։ Իշխանության գերագույն մարմինը Գերագույն խորհրդի նախագահությունն է։ Իսկ դուրս եմ ասում, տեսականորեն շատ հնարավոր է, որ Հրանտ Ոսկանյան հրաժարական տար եւ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ընտրվել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ Հիմա ասելու ենք Լևոնն է Քոչարյանին բերել։ Խոսքը հենց այդ դրվագի մասին է, երբ որ ինքը լինելով երկրի նախագահ, Արցախի նախագահին հրավիրում է Հայաստան եւ նշանակում վարչապետ։ Սա է հարցը։ Այսքան նախապատմությունը ես ասացի, որ դա պատահական չի։ Հասկացա։ Դա պատահական չի։ Այնտեղ ով է եղել ՀՀՇ-ի վարչության անդամ, ով չի եղել, հիմա Ռոբերտ Քոչարյանն ասում է ՀՀՇ-ի վարչության անդամ ընտրվելու մասին ես իմացել եմ մամուլից։ Իր ընտրվելու մասին։ Իր ընտրվելու։ Ես հիշում եմ այդ կատաղի պայքարը, թե Ստեփանակերտից, Ղարաբաղից, Արցախից ով պետք է ՀՀՇ-ի համագումարի մասնակցի, հանրապես, ով պետք է մասնակցի։ Առաջինը, եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանն է մասնակցել 89 թվականի նոյեմբերին։ Հաստատ ես չեմ մասնակցել։ Ես չեմ մասնակցել։ Ես հիշում եմ լուրջ մրցակցություն ով է լինելու Ստեփանակերտի ներկայացուցիչը Հայաստանի իշխանության աչքում, երբ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ է։ Ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի
հանդիպումը Արցախից ընտրված պատգամավորների հետ։ Այդ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն մասնակցել, վստահաբար ասում եմ։ Այդ հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանը բարձ հայտարարել է, որ մենք, այսինքն Հայաստանի նորընտիր իշխանությունը Ստեփանակերտում քաղաքական պարտներ չունենք։ Եվ պետք է ստեղծենք մեր պարտներությունը, այսպես ասած։ Եվ ընտրությունը կանգ է առել։ Ես չեմ կարող ասել ընտրությունը կանգ է առել։ Ես կարող եմ ասել, որ ինքը ֆիքսել է արդեն փաստացի վիճակը, որ իր պարտները Ռոբերտ Քոչարյանն է եւ Սերժ Սարգսյանը։ Անկախ այն բանից, որ ասենք այդ պատգամավորական խմբում կային հեղինակավոր մարդիկ, որ ասենք Արկադի Մանուչարովը, Համլետ Գրիգորյանը, Էդվարդ Ղուկասյանը, Ռոլես Աղաջանյանը, Ստեփանակերտում հեղինակություն ունեցող մարդիկ էլ, ասենք հիմա անկեղծորեն եթե մի հանրահավաքում խոսեր եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Մանուչարովը, ապա Արկադի Մանուչարովի ելույթով ոգևորվողները մի քանի անգամ շատ կլինեին, քան Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա մարդը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը ֆիքսել է իրավիճակը, որ ես պարտներների կարիք ունեմ եւ եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այդ հանդիպմանը չեն մասնակցել, սա նշանակում է, որ արդեն ինքը այդ պահին արդեն ընտրել էր իր պարտներները։ Անկախ նրանից, որ դրա դեմ ներքին խնդիրներ կային, դժգոհություն, բողոքներ, ինչու, ինչ պատճառաբանությամբ։ Բայց դրա պատասխանը թե ինչու Ռոբերտ Քոչարյանը կտա կամ Լևոն Տեր-Պետրոսյանը կտա, թե ինչու 1989 թվականին Կիրովականում Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Օրինակ ինչու Արկադի Մանուչարովը չընտրվեց, ասեք էլի։ Կամ Ժաննա Գալստյանը Ղարաբաղյան միտինգների ամենահայտնի դեպքերից մեկը, կամ օրինակ ասենք ժողովրդական դերասան Բենիկ Օվչյանը։ Եվ վերջին հարցը, պարոն Աթանեսյան, ձեր կարծիքով Արցախում տարած հաղթանակից հետո, որ իհարկե Հայաստանն էր այս ամեն ինչի տվողը, ինչու կար արցախցիների մոտ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ մեղմ բառ եմ ասում վերապահություն։ Ինչու արցախցիները չեմ ուզում ասել, էլի չսիրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչն էր պատճառը ձեր կարծիքով, քարոզչությունն էր, այնտեղ հասարակության փակ լինելն էր, ինչն էր պատճառը։ Ես կարող եմ զուտ ազնական դիտարկում անել, որ մասնագիտական ուսումնասիրություններով իհարկե հազիվ թե հաստատվի, որտեղ այն ժամանակվա մամուլը շատ աղքատ է եղել։ Տեսակետների արտահայտության, տեսակետները արտահայտելու սպեկտրը շատ նեղ է եղել։ Եվ միևնույն ժամանակ տեսակետ արտահայտելու հետևանքների համար պատասխանատվությունն էլ չափազանց բարձր է եղել։ Դրա համար սուղ է, տեսակետեր չկա, չես կարող էլի։ Մամուլը թերթես ասես։ Այո։ Պատճառը ո՞րն է։ Մանավանդ մամուլը մեծ մասին չի էլ եղել հավանաբար։ Ոչ թե չի եղել, այլ ընդհանրապես նման դիսկուրս բացառված է։ Այո։ Ռազմական գրաքննության պայմաններում ինչ մամուլ էլի։ Ես ազնական դիտարկում ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ Ղարաբաղցիների բացասական վերաբերմունքի հիմա այս նրբասացություններից քիչ վերացարկում պատճառը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իր անվերապահ հավատարմությունն էր, նվիրվածությունը։ Դե Ռոբերտ Քոչարյանը Արցախում
որպես լեգիտիմ առաջնորդ երբեք չի ընկալվել։ Միշտ ընկալվել է մարդ, որին օգնել է Հայաստանը։ Ավելին 1992 թվականի Գերագույն խորհրդի առաջին նիստում ինքը չի ընտրվել Գերագույն խորհրդի նախագահ։ Դեմ են քվեարկել։ Այո։ 6 ամիս հետո հունիսին չնայած նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամբողջ դեսանտ է ուղարկել պատվիրակություն, Բաբկեն Արաքսյան, Վազգեն Սարգսյան, Վահան Շիրխանյան, Երջանիկ Աբկարյան, ամբողջ սվիտան, այսպես ասենք, չի ընտրվել։ Երկրորդ անգամ Գերագույն խորհրդի նախագահ չի ընտրվել։ Հիմա այս հունիսի 12-ին, եթե չեմ սխալվում, 6-7-ին այդ երկու օրվա նստաշրջան։ Հունիսի 12-ին Ադրբեջանը անցնում է հուժկու հարձակման, հակահարձակում չի, հուժկու հարձակման։ Շահումյանի ուղղությամբ։ 3 օրվա ընթացքում ամբողջ Շահումյան շրջանը դատարկվում է 1-2 ամսվա մարտական գործողություններից հետո ադրբեջանական բանակը հասնում է մինչև Խաչերի կամուրջ։ Այո։ Հյուսիսից Մարտակերտի ուղղությամբ Ասկերանի մատույցներ, Հադրութի մատույցներ հարավում։ Այս ճգնաժամային իրավիճակում Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտե, Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է պետական կոմիտեի նախագահ։ Ու 1-2 ամիս հետո իրավիճակը փոխվում է։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը դա վերագրում է իրեն։ Սամվել Բաբայանը վերագրում է իրեն։ Ասում է օգոստոսի 26-ին կոմանդասին փոխարինեցի, ինքը թողեց գնաց Ջերմուկ, ես ռազմաճակատի պատասխանատվությունը վերցրի վրա եւ հասա հաջողությունների։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, ես ճգնաժամային իրավիճակների կառավարման փորձ ունեմ։ Այ օրինակ 92 թվականին Ղարաբաղի տարածքի 50% ադրբեջանական օկուպացիայի հետագ ես Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ նշանակվեցի եւ փոխեցի իրավիճակը։ Չէ՞։ Սա կարելի է ասել, գիտեք, բանեն։ Այսպես ճակերտավոր պատկերը Ջոնսոնին։ Բայց ովքեր Ստեփանակերտում են ապրել, ովքեր այս բոլոր իրադարձությունների բոլոր տեղյակ են, շատ գերազանց գիտեն։ Եթե այն օժանդակությունը, օգնությունը, քաղաքական աջակցությունը Հայաստան իշխանությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ընտրված Գերագույն խորհրդին, այսինքն դաշնակցությանը։ Հիմա դաշնակցությունը թե Պողոս Պողոսյանն է։ Ինձ Հայաստանի իշխանության համար հետաքրքիր չպետք է ներկայացնել, որովհետեւ դա Ղարաբաղի իշխանությունն էր։ Բայց ընտրված իշխանությունն էր։ ՔՎ-ով ընտրված իշխանություն։ Չեր լինի ըստ երևույթին չեր լինի այն ողբերգական ճգնաժամային իրավիճակը, որի կառավարման համար հիմա Հայաստանի երկրորդ նախագահ հպարտություն է հայտնում։ Սա ինչու է կատարվել այդ ընտրությունը իրենց գործն ես չեմ խորանա, բայց ասում ենք Լևոն Տեր-Պետրոսյանը չընկալվեց, ինչու չընկալվեց։ Որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը Ստեփանակերտում իշխանության բերեց Ռոբերտ Քոչարյանին, որը ազնվորություն 2 անգամ հրապարակային ընտրություններում Գերագույն խորհրդի նախագահ չի ընտրվել։ Ես չեմ ասում պատգամավորները ճիշտ էին, ինքը սխալ էր կամ ինքը ճիշտ էր, պատգամավորներն են սխալ։ Այս արձանագրում է փաստը։ Մարդ 2 անգամ տեխնացություն է դնում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն իշխանության առաջին դեմքի պաշտոնի համար, 2 անգամ չի ընտրվում։ Եվ այս մարդը հունիսից մինչև օգոստոս 2 ամիս հետո ստանձնում է Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոն։ Կոնկրետ իմ ընկալմամբ
ստեղծված իրավիճակում դա եղել է արդարացված որոշում։ Բայց ինչու է ստեղծվել այդ իրավիճակը, բոլորովին այլ հարց է։ Ինչպես է ինքը որպես Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ պաշտոնավարել։ Իմ որպես ականատեսի վերաբերմունքը միանշանակ դրական է։ Միանշանակ դրական։ Որտեղ նման 24/7 ռեժիմով աշխատանք Լեռնային Ղարաբաղում Ռոբերտ Քոչարյանից հետո ոչ մի պաշտոնյա չի կատարել։ Չափազանց զուսպ, ըստ անհրաժեշտության դաժան, օբյեկտիվ եւ ասկետիկ կյանքով ապրող Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, այսինքն ռազմական կառավարման գործիչ։ Միանշանակորեն իր կերպարը դրական է։ Բայց այդ կերպարը եթե քաղաքական, այսպես ասենք, բոմոնդի կողմից չի ընդունվում, համարում եմ, որ դա ուզուրպացիա է եւ այլն, բանով արձագանքով դա գնում է Լևոն Տեր-Պետրոսյանին, որ սա երկրորդը իհարկե սա առաջին բանը կլինի, գուցե թե քաղաքական, այսպես էմոցիոնալ ընկալումը։ Երկրորդը, որ Տեր-Պետրոսյանը իր քաղաքական ընտրությունը Ստեփանակերտում չի պաշտպանել քարոզչությամբ։ Այսինքն երևույթը մի քիչ պատկերավոր ասենք, Ղարաբաղյան առաջի պատերազմի ընկալումը որն էր, ես Ժոկան-Բոկան գարաժում ինքնաժեն զենքեր պատրաստեցինք, մտանք Ջամիլու, հետո տեսանք, որ Ջամիլուի ռազմագործողությունը հաջողվում է, ասենք դե լավ կրկժանել վերցնենք։ Կրկժանից հետո անցանք Մալիբեյլու, Մալիբեյլուց հետո Խոջալու, ասես կամաց հաղթանակից հաղթանակ գնացինք։ Սա արմատավորվում է։ Եվ երբ Հայաստանի նախագահն ասում է լավ էս պատերազմը դու Ժոկան եւ Բոկան ես սկսել, բայց պետք է ինչ-որ միտեղ կանգնի, ասում են խի կանգնի։ Եթե ես կարամ միջև քուր գնամ, այս պատերազմը խի պետք է կանգնի։ Չէ, Հայաստանի նախագահը այս ժամանակվա իշխող քաղաքական մեծամասնությունը չգիտեմ ինչ է եղել, ՀՂՇ հանրապետություններ չէ կոչում այդ խմբակցությունը։ Մարդիկ պիտի ասեն, լավ, մեր հնարավորությունը սպառվել է, դրա համար հրադադար ենք ասել։ Հիմա Լևոն Զուրաբյանը 31 տարի ուշացումով, չէ, անցյալ շաբաթ ասեց, որ եթե պատերազմ շարունակենք, աղետ է լինելու 94 թվին։ Այս չի ասվել։ Բնականաբար Հայաստանի նախագահը որ ասում է պետք է գնանք խաղաղություն, ասում է, սա դավաճան է էլի։ Ինչի՞ չի ուզում որ մենք առաջ գնանք։ Հա։ Ընդհանրապես, խի պետք է Աղդամը հանձնենք։ Ու Ստեփանակերտում արդեն 98 թվի իշխանափոխությունից հետո դե Քոչարյանի ամենա երևի ճակատագրական բաց թողումը։ Հիմա իրան բումերանգով գնում է։ Նայա որ 98 թվի իշխանափոխություն ինքը չի հիմնավորել նրանով, որ լավ էս մարդ արդեն լավ հնարավորություն չունի շարունակելու։ Մենք ենք եկել փոխարինելու, ոչ թե այս մարդը մեզ տանում էր սխալ ճանապարհով, մենք իրան հեռացրինք։ Ոչ Ստեփանակերտում էֆորիա առաջացնել։ Չէ՞։ Բա մարդիկ չեն ասելու, բայց վախանալիա ուրիշ բառ չեմ գտնում։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունից հետո Ստեփանակերտում վամպիրների խնջույք։ Ուրախություն, որ ինքը չի ընտրվել։ Այո։ Բոլոր ուրախ են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընտրվել։ Այո։ Մտածում էին, որ ինքը իրավամբ գալու էր հողերը տալու։ Եվ բանը անկումը բարոյական անկումը 2008 թվականի մարտի 1-ն էր։ Ստեփանակերտից որևէ ցավակցական խոսք հայ ժողովրդին չգնաց։ Թե պարտավոր էին։ Սերժ Սարգսյանը չէր կարող
հայ ժողովրդին ցավակցել։ Լինելով Հայաստանի Հանրապետության ընտրված կամ չգիտեմ ինչ նախագահ, բայց Ստեփանակերտը որպես հայկական երկրորդ պետություն պետք է զոհվածների ընտանիքներին ցավակցություն հայտներ, համբերություն ասեր եւ կոչ աներ, որ եկեք բաժանվեք, այս մի ճամփար հեռացեք, որ ես այս միջանցքը զբաղեցնեմ որպես համերաշխության, որպես համախմբման, չգիտեմ ինչ որ բացարձակապես ոչ մի քաղաքական հայտարարություն, բառը չի ընչել, բառ անգամ չի ընչել։ Հիմա, չգիտեմ, ես ազգային ժողովի պատգամավոր լինելով, ընդհանրապես լինելով Ղարաբաղի ազգային ժողովի պատգամավոր, ես բարձ պատկերացրել եմ ինչ է լինելու։ Ապրող մարդիկ կան, իրենց խիղճը վկա, երեսներին կանգնեմ, ասել եմ Ռոբերտ Քոչարյանը սպասում է Սումգայիթի օրերը ավարտվեն։ Նահաճ տարիներ չէ։ Սումգայիթն էլ է եղել 27, 28, 29 փետրվար։ Այո։ Ասել եմ օրերը ավարտեց հաջորդ օրը արյուն է հոսելու Երևանում։ Եկեք պարոն նախագահ, լիազորեք մեզ Ղարաբաղից Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրված մի քանի մարդու։ Գնանք ազատության հրապարակ, օպերայի հրապարակ։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահին խնդրենք, ասենք, պարոն նախագահ, այդ հարթակից իջեք։ Հանուն նրա, որպեսզի արյուն չհոսի, որովհետև դուք գիտեք ում հետ եք մրցակցում։ Ինչ է լինելու։ Ինչ եք առաջարկում, ինչ բանակցություն, դրա պետք է իրաց պատասխանը ստանան եւ այդ պատասխանը արդեն լինելուց հետո ասում եմ վամպիրների խնջույք։ Ահա որ հիմա ասում են ինչ որ մեկը Արցախատյաց քարոշություն է տան։ Բայց Արցախից գոնե մի դելեգացիա գարելի մարտի 1-ից հետո գային, ասեն ժողովուրդ ձեր ցավը տանեմ, դե հիմա եղավ, սենց եղավ, մեկ էլ ենք պատասխանատու, 1000 մարդ է եկել Ղարաբաղից ստեղ, ուր են եկել, ով է բերել, ինչի, որ ինչ անեն, ասիկը ինստիտուցիոնալ, պրոֆեսիոնալ զինված ուժերը քեզ չեն ենթարկում, Դու Ղարաբաղից պիտի 1000 մարդ բերես, որ քեզ պահեն։ Հա, այմա ասում է նիկոլական քարոշությունը սեպ է խրում։ Սեպ չի է։ Մարտի 1-ը սեպ չի։ Մարտի 1-ը չգիտեմ ինչ է։ Տեկտոնական ինչ բան է։ Շնորհակալ եմ պարոն Աթանեսյան, զրուցում էի Վահրամ Աթանեսյանի հետ, հարգելի հետևողներ, խնդրում եմ մեր այս հարցազրույցների շարքը հավանեք, մեկնաբանեք, տարածեք, որպեսզի շատ ավելի մարդիկ մեզ հետևեն։ Շնորհակալ եմ պարոն Աթանեսյան այս հնարավորության համար, իսկ դուք շարունակեք հետևել մեր թողարկումներին։